2018 թվականին, երբ որ մասնակցում եք ընտրություններին, հարցազրույցից մեկում նշում եք, որ հոգևոր դասի աջակցությունն եք ակնկալում, այսպես եք ձևակերպում, տարօրինակ կլիներ, որ մեր հոգևոր դասը իրեն չափով չօժանդակեր մեր կուսակցությանը։ Այդ ժամանակ երբ ակնկալում եք հոգևոր դասի աջակցությունը, Գարեգին Բեին ինչպես էիք վերաբերվում, որովհետև ինչ որ մի օր Գարեգին Բեի վերաբերյալ օրինակ ոնց ձևակերպել եք ուզուրպատոր եք ասել, հա։ Հիմա էլ եմ ասում։ Հիմա էլ եք ասում։ Ուրեմն նայեցեք, ես Հայաստանի Իսկ այդ պատմությունը ժամանակ ոնց էիք վերաբերվում իրեն Ես իր հետ չեմ հանդիպել, ես այդ ժամանակ փորձում էի, որ կոնտակտներ առաջանան, նորմալ, ոչ թե կածեզ եւ այլն, բայց ես տեսա, որ այդ մարդիկ իմ մտածածի երկրորդ մասով են, էլի։ Հանդիպել եմ եպիսկոպոսների հետ եւ տարօրինակ կլներ, որ իրականում որ իրենք չեն համագործակցում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հետ, որտեղ ճիշտ է դա որ դա բանի կառույց չի, ինչ են ասում կրոնական չենք, բայց դե մերձ ենք եւ այլն որոշ մասերի հետ հարաբերություն կա, որոշ մասը չկա, բայց ես գիտեմ եւ կարծում եմ որ մեր եկեղեցին պետք է հայաստանյաց եկեղեցի լինի եւ ծառայի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին, իհարկե ծառայելով Քրիստոսին, եկեղեցիները ծառայում են Քրիստոսին, ոսոր ինչն է։ Հետո հարցը սրվեց, դուք ինչու չեք ասում որ այս տարիներ շարունակ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ, բերեցի ժողովրդի գիտակցության մեծ հաղորդումներ, բաներ տալով եւ ակտուալացրի եկեղեցու հարցը։